Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում հարցազրույցի ժամ է եւ այսօր տաղավարում հյուրընկալել ենք բժիշկ Տիգրան Աբրահամյանին։ Բարի երեկո ձեզ։ Բարի ձեզ։ Ես մեզ դիտողներին տեղեկացնեմ, որ դուք Բելարուսից եք եկել հայրենիք, բայց ապրում եք Բելարուսում, բայց շատ ակտիվորեն հետևում եք եւ տեղյակ եք թե հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, թե արտաքին քաղաքականից։ Հետևաբար ես կցանկանամ, որպեսզի սկսենք մեր անվտանգային մարտահրավերներից, այդ հարցերից, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է Ալիևին աղաչում է, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը, արդեն պարզ է, որ այդ կետերը համաձայնեցված են, բոլորին Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը ավելի ճիշտ տվել է իր համաձայնությունը, չնայած որ դրանք մեզ համար կունենան կործանարար հետևանքներ, բայց այնուամենայնիվ համաձայն է Նիկոլ Փաշինյանը ստորագրել այդ փաստաթուղթը, բայց դեռևս պատասխան չենք տեսնում Ադրբեջանից, որովհետև իրենք ունեն հերթական իրենց պահանջները, որի մասին առիթ եղել է, խոսել են, բարձրաձայնել են։ Ընդհանրապես հավանական համարում եք, որ կստորագրվի այս փաստաթուղթը եւ այն խաղաղություն կբերի Հայաստանին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն ոչ մի փաստաթուղթ չի կարող խաղաղություն ապահովել։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, որ խախտվել են ցանկացած պայմանավորվածություն, փաստաթուղթ եւ այլն։ Չեմ ուզում նշեմ, չեմ ուզում թվարկեմ փաստաթղթերը, բայց պատմությանը հայտնի են բազմաթիվ փաստաթղթեր։ Դա առաջին փաստաթուղթը ոչ մի անգամ երկրի անվտանգային երաշխիք չի կարող լինել։ Երկրի անվտանգային երաշխիք կարող է լինել պաշտպանունակությունը, թե ուժային կառույցները, բանակը, ինչքանով են ընդունակ պաշտպանել երկրի անվտանգությունը։ Միակ երաշխիքն է երկրի անվտանգության փաստաթուղթ, առավել ևս Թուրքի հետ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն, առավելևս բանավոր պայմանավորվածություն հարկավոր է լինել ուղղակի անլուրջ ծաղրածուն նման արտահայտություն, ոչ թե գործընթաց ծավալի արտահայտություն անելու համար։ Թուրքի հետ չի կարող լինել ոչ պայմանավորվածություն, ոչ էլ ինչ որտեղ երաշխիք, որ այդ պայմանավորվածությունը կարող է կյանքի կոչվել։ Այսինքն, եթե անգամ այդ փաստաթուղթը լինի, դա խաղաղություն չի բերելու։ Բնականաբար չի բերելու, առավել ևս նոյեմբերի 9-ին ստորագրվեց փաստաթուղթ, հետո ինչպես իրեն պահեց Ադրբեջանը։ Առավել ևս հայի համար Թուրքի հետ ոչ փաստաթուղթ, ոչ պայմանավորվածություն։ Դրանք չեն պահպանվելու։ Ինչ վերաբերվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իր բոլոր կետերով, ապօրինի փաստաթուղթը բոլոր 9 կետերով։ Առաջինը, ոչ երաշխավոր կա այդ փաստաթղթի, տեսանք երաշխավորն ինչ արեց։ Ոչ կողմերն են ինչ որ իրենց կայուն պահում այդ փաստաթղթի հետ կապված։ Ուրեմն 8 կետը խախտված են, բացարձակ բոլոր 8 կետերը խախտված են, 9-րդ կետի համար մտածում են տան ճանապարհ, թե չտան ճանապարհ, ճանապարհը պետք է լինի արտատարածքային, թե ոչ արտատարածքային, անունը ինչ գեղեցիկ անուններ են մշակում, ասենք միջին միջանցք, առանց վերահսկման ճանապարհ, ինչ անուն ուզում եք դրեք, թուրքական աշխարհն ուզում է միավորվի, անունը ինչ ուզում եք դրեք, Թուրքի հետ խաղաղություն կլինի մենակ մի դեպքում, երբ որ թուրքը ստորագրի իր կապիտուլյացիան, երբ որ թուրքը զգա, որ ինքը չի կարող, ատամը չի կտրելու, կոտրվելու է։ Հիմա բայց իրենք դա անում են մեր նկատմամբ, ուզում են մինչև վերջ Հայաստանին ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթ։ Բնականաբար, Ղարսի փաստաթուղթը, Ղարսի պայմանագիրը, Մոսկվայի պայմանագիրը առանց մեզ, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իրանք ուզում են կյանքի կոչել։ Ինչ վերաբերում է այդ խաղաղության փաստաթղթին, եւ ես ոչ թե ենթադրում եմ, որ դա չի ստորագրվելու։ Ես հիմա կապացուցեմ, որ դա չի ստորագրվելու։ Մենակ մեկ կետ ենք վերցնում։ Մինսկի խմբի լուծարում։ Երկու պետություն, երկու եղբայր, ավելի շուտ պետություն չէ, էլի, եղբայր, որովհետև պետությունը ժողովուրդն է։ Նիկոլ Փաշինյանը ու իր այդ վարչակազմը իշխանությունն է, որ ժամանակավոր երևույթ է կրում։ Պետությունը
Անժամկետ կառույց է իր բոլոր ատրիբուտներով։ Իշխանությունը Հայաստանի եւ Ադրբեջանի որոշել են, որ Մինսկի խումբը լուծարեն։ Այսինքն միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունը ուզում են լուծարեն։ Պատճառաբանում են, ասում են, որովհետև չկա էլ Արցախյան խնդիր։ Լուծված է Շատ համարում։ ներողություն։ Եթե Մինսկի խումբը ձևավորվել է, մի րոպե, դրան էլ կհասնենք։ Առաջինը դուք չեք կարող լուծարել Մինսկի խումբը, որովհետև 9 համանախագահներից դուք ընդամենը 2-ն եք։ Լավ, ենթադրենք, թե Ռուսաստանն էլ միացավ ձեզ։ Թուրքիան էլ կասկածելի կմիանա, թե չի միանա, կախված նրանից, թե Միացյալ Նահանգները Իրան ինչ կասի։ Բա լավ է, մնացած 5-ը։ Այնտեղ Ֆրանսիա կա, Միացյալ Նահանգներ կան, էլի պետություններ կան։ Բա հետո ո՞նց եք լուծարում։ Այդ մեկ, երկրորդը։ Ադրբեջանը, Ֆրանսիա, Ռուսաստան, Մինսկի 9 հոգի են։ Համանախագահները 9 հոգի են, բայց հանդես են գալիս 3 հոգով։ Առավել ևս, եթե հաշվենք 3 հոգի, դուք համանախագահներ չեք։ Որպես ինչ եք հանդես գալիս։ Եթե ինչ որտեղ Ալիևը կարող է դիմի, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի կարող դիմի, որտեղ ինքը կոնֆլիկտի կողմ չի։ Իրան ասել են դու ով ես։ Դու կոնֆլիկտի կողմ չես։ Ո՞վ է կոնֆլիկտի կողմը։ Արցախը։ Արցախը չի եղել բանակցություններում։ Եղել է, ուրեմն Արցախը եղել է բանակցություններում եւ ամբողջ աշխարհը, որ ասում է Արցախյան հակամարտությունը լուծված չի, պատահական չի ասում։ Արցախյան հակամարտությունը լուծված չի։ Հայաստանը չի եղել կոնֆլիկտի կողմ, ոչ մի անգամ։ Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանը իր հայտարարությամբ, որ այնա ես արցախցի եմ, Հայաստանը ուզում էր դարձնել կոնֆլիկտի կողմ։ Բայց միշտ Հայաստանի պաշտոնյաներն են մասնակցել Մինսկի խմբի բանակցություններին։ Ռոբերտ Քոչարյանից սկսած։ Ահա։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նույնիսկ երբ որ Ալիևի հետ, մեծ Ալիևի հետ բանակցություններ էր գնում, Լևոն Տեր-Պետրոսյանը սպասել է, մինչև Արցախի ներկայացուցիչներն եկել են, նոր է բանակցությունը գնացել։ Սպասել են, մինչև եկել է։ Ռոբերտ Քոչարյանից սկսած Արցախը դուրս մղվեց։ Էդ էլ Ռոբերտ Քոչարյանի մտահղացումը չէր։ Դա Մոսկվայի մտահղացումն էր։ Եվ ընդհանրապես 4-ն էլ կատարել են, կատարում են ու դեռ կատարելու են Մոսկվայի հրամանները։ Իհարկե հայկական ԱԱԾ-ի օրհնությամբ։ Եվ ընդհանրապես, այդ որ ասում ենք ռուսական սապոկ եւ այլն, դա 102-րդ բազան չի։ Այդ ռուսական սապոկը ոչ էլ Ռուսաստանի դեսպանատունն է, ոչ էլ ռուս սահմանապահն է, հայկական ԱԱԾ-ն է։ Ինչ կատարում է անում, դերը ո՞րն է։ Լրիվ կադրային հարցերը ինքն է որոշում, լրիվ ընտրությունները ինքն է որոշում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն ո՞վ։ Եվ ոչ էլ որոշել է Ռոբերտ Քոչարյանը։ Ոչ մեկն էլ չեն որոշել։ Ամեն ինչ գալիս է ԱԱԾ-ն թաղապետարանի ավականու անդամ չեն կարող ընտրվեն առանց ԱԱԾ-ի։ Բայց ԱԱԾ-ն էլ Ռուսաստանից է, չէ՞ ղեկավարում։ Բնականաբար։ Այսինքն ղեկավարումը գալիս է ՖՍԲ-ից։ Այսինքն ռուսական բարձրաստիճան այրերը իրենց ցանկությունները հաղորդում են ՖՍԲ-ին, ՖՍԲ-ն էլ հաղորդում է ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն էլ կամ զանգում է կամ կանչում է կամ ինչ որ մեկի միջոցով ասում է, այս բանը սենց կասես, այս բանն էլ սենց կանես։ Դա ասում են Նիկոլ Փաշինյանը ինքնիշխան քաղաքականություն է վարում։ Ռուսաստանին չի ենթարկում այլևս։ Ինքնիշխանը ո՞րն է։ Այդ որ Ալիևի բոլոր ասածներն անում է ինքնիշխանը։ Դες չի լինում։ Այդպես չի լինում, այդպես չի։ Իրենք են ասում։ Ես էլ ասում եմ, որ Բրունեի սուլթանն եմ, ո՞յ ես չդառա Բրունեի սուլթանը։ Այդպես չի։ Դες չի լինում։ Դա անլուրջ է։ Դու ով ես որ ասես, այսօր մի բան ես ասում, վաղ ուրիշ բան, երրորդ օրը ընդհանրապես հակառակ բան է, չորրորդ օրն էլ ասում ես ոչ եմ ասել, ոչ են։ Ընդհանրապես ես այդ թեմայով չեմ խոսացել։ Կամ դու այդքան սահմանադրական կարգը խախտած մարդ։ Մենակ այն արտահայտությունը, որ դուք չեք որոշում թուրքը որտեղ պետք է կանգնի։ Մենակ այն արտահայտությունը, որ ասում ես ինչ ուզում եմ բանակցում եմ, ինչ ուզում եմ պայմանավորում եմ, խի դու ով ես։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասում է ինձ է ընտրել։ Տվել է ինձ լեգիտիմ իրավունք, որպեսզի ես գնամ իր անունից բանակցեմ։ Եկեք այդ հարցն էլ քննարկենք։
Ուրեմն ընտրողների ընդամենը 49%-ն են գնացել ընտրության։ Ընտրողների ընդհանուր թվի։ Այդ գնացածների ընդամենը 54 եմ համարում, 53 ու քանիսը 54 եմ համարում։ 54%-ն է քեզ ձայն տվել։ Այսինքն ընտրողների ընդհանուր թվի 27%-ն է քեզ ձայն տվել, բայց 73%-ը։ Նենց որ դու կարաս խոսաս քո ընտրողների անունից, բայց դու չես կարա խոսաս ընտրողների ընդհանուր թվի անունից, առավել ևս ազգաբնակչության առումից, առավել ևս ազգի անունից, չես կարող խոսալ, որովհետև այդ ազգի մեջ մտնում են ընտրական իրավունք չունեցողները, Հայաստանում չգտնվողները, չհաշվառվածները, ես չհասկացա, դու չես կարա տենց բաներ քեզ թույլ տաս։ Հիմա ինքը ասում է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որովհետև ժողովուրդը իրականացրել է ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, իրենց բերել է իշխանության, ինքն է ասում Նիկոլ Փաշինյանը, եւ մի քանի անգամ էլ ընտրություններով ընտրել է եւ տվել է լեգիտիմ իրավունք գնալ հայ ժողովրդի անունից բանակցել, իսկ ինքն էլ ասում է, որ մենք պետք է թշնամանքին վերջ տանք, տարածաշրջանի երկրները պետք է իրար հետ հաշտ, համերաշխ, առևտուր իրականացնելով ապրեն, այդ թվում եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Էլ ինչ անընդհատ պատերազմ պիտի խաղաղություն լինի, մենք էլ պետք է ունենանք ի վերջո սահմանազատված, միջազգայինորեն ճանաչված երկիր, սահմաններ։ Առաջինը, այդ նեոբոլշևիզմը, որ որոշել են սովետական վարչատարածքային սահմաններով Հայաստանը սահմանազատեն, այդ թող պահի իրան։ Հետո այդ ինքը չի որոշում այդ սահմանները, մինչև այդ սահմանները որոշել է, հանրաքվե պետք է արվեր։ Հաջորդը մենք ունենք միջազգային ընդունված սահմաններ, Սևերի պայմանագրով, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, միջազգային ընդունված սահմաններ գոյություն ունեն, սովետական վարչատարածքային բաժանումները ոչ ոք չի ճանաչել, աշխարհը ոչ մի անգամ չի ճանաչել։ Եվ հետո բացի դրանից 1921 թվականի սահմաններն ուրիշ էին, հիմի լրիվ ուրիշ սահմաններով են իրականացնում վարչատարածքային բաժանումները, այդ ո՞նց հասկանանք։ Եվ ընդհանրապես, եթե վերցնենք նույնիսկ սովետական միության սահմանադրությամբ, որ հանրապետությունը ինչ սահմաններով մտել է, այն սահմաններով պետքա դուրս գա։ Լրիվ ապօրինի մի հատ գործընթաց է գնում։ Եվ ընդհանրապես, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է 26600 քառակուսի կիլոմետր Ադրբեջանի տարածք եմ ճանաչում, շատ ներողություն, եթե չբավականացրեց, ում ես վերցնելու տաս։ Փոքր եղավ, չափեցին, փոքր եղավ, կամ հայտարարում են, որ փոքր է, ումից ես վերցնելու տաս։ Կամ ենթադրենք, թե մեծ եղավ, ում ես տալու իր տարածքից։ Կարող ես տաս, մեծ բաներ ես վերցնում ուսերիդ։ Քեզ ով ասել, որ 29600 քառակուսի կիլոմետր։ Քեզ ով է տենց բան ասել։ Կոնկրետ թիվ նույնիսկ Ալիևը ինքն է պատմությունը ուսումնասիրել է, մինչև ասում է վարչապետ ընտրվել է, այլ կերպ է պատկերացնում պետություն, հայրենիք, հաստատությունները։ Հիմա եկել եմ ավելի մանրամասն ուսումնասիրել եմ այս 30 տարիների ընթացքում ինչ քաղաքականություն է վարվել ու հիմա ես իմ կետից եմ շարունակում եւ այլն եւ այլն։ Այսինքն 7 տարի առաջ ինքս իր պատմությունը չգիտեր։ Դե 7 տարի նույն դասարանում եմ, ինքը մնացել 7 տարի մնացել է նույն դասարանում, իր ասելով, ես չեմ ասում, այդ ինքն է ասում, իր ամբողջ թիմով, իր ամբողջ վարչակազմով, խունտայով 7 տարի մնացել է նույն դասարանում, բայց դա հասկացել է, որովհետև 50 տարեկանում իրանց համար կրթվել է նորաձևը։ Այո, եւ քանի որ մնացել են նույն դասարանում, հիմա որոշել են, որ պետք է կրթեն հայ հասարակությանը, ուսուցչին պիտի տանի Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը կրթեն։ Հիմի հարցը սրա մեջ է։ Առաջինը կրթություն չստացած մարդիկ չեն կարող ինչ-որ մեկին կրթեն, որ 50 տարի չեն կրթվել։ Կրթվում են մարդիկ ծնված օրվանից, գոյություն ունի նախադպրոցական կրթություն, դպրոցական կրթություն, միջին մասնագիտական կրթություն, բուհական կրթություն, ակադեմիական կրթություն, մարդիկ չեն հասկանում դա, կրթվում են ծնված օրվանից, կրթվում ու դաստիարակվում են ծնված օրվանից, ոչ թե հասնում են 50 տարեկան, մեկ էլ հայտնաբերում են, որ կրթվելը նորաձև չի, կրթվելը կյանքի նպատակ է, որովհետև կյանքը հենց նենց չի տրվում, կյանքը տրվում է
Ինչքան հնարավոր է, որ մարդը մոտենա կատարելության, միևնույնն է չի հասնելու, որովհետև եթե հասնի կատարելության, կդառնա Աստված, դեռ ոչ մի մարդ Աստված չի դարձել։ Այ դրա համար կրթվելը դա կյանքի նպատակ է, ոչ թե նորաձևություն։ Բայց դրա տակ էլ մի այլ վտանգավոր բան է թաքնված, այդ կրթելը նորաձևի արշավը, որ իրականացնում են, թե Երևանում, թե Հայաստանի մարզերում, ճիշտ է, չեն թույլատրում, որպեսզի նկարահանվի ամբողջ ընթացքը, իրենք են իրենց սոցիալական ցանցերում 1 րոպեանոց, ասենք, ռոլիկներ են տեղադրում, որոնցից պարզ է դառնում, որ նորից իրենց իրական Հայաստանի ճակերտավոր գաղափարախոսությունն է, որ Հայաստանի տարածքը 29700 քառակուսին է, կիլոմետրն է եւ այլն, դա է քարտեզները նորից էկրանին եւ այլն, սա են քարոզում։ Ամեն դեպքում գլխավոր նպատակը այդ լրիվ գործընթացի էլեկտորատ հավաքելն է 26 թվականի ընտրությունների համար։ Իրանք դրանով ինչ որ էլեկտորատ են ձևավորում իրանց մոդայիկ դարձած կրթվելու process-ով։ Ոչ ոք կրթություն չի ստացել, ոչ Աննա Հակոբյանը, ոչ էլ Նիկոլը, ոչ ոք կրթություն չի ստացել, բուհական կրթություն լիարժեք չունեն։ Այդ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ բուհ գնալ գալով չի, ցանկացած բուհ իրենց ներկայացնում է որոշակի շկոլա, իր պրոֆեսորա դասախոսական կազմով, իր ծրագրով եւ այլն եւ այլն։ Օրինակ սովետական միության ժամանակ տարբեր բժշկական ինստիտուտներ կային, բայց ցանկացած բժշկական ինստիտուտ ուներ իր շկոլան, կախված պրոֆեսորադասախոսական կազմից։ Ու տարբերվում էին այդ բոլոր դպրոցները իրարից, այդ բուհերի դպրոցները իրարից տարբերվում էին։ Կրթությունը դա է։ Եվ իհարկե պետքա տարբերվեին, որովհետև մեկը մյուսից սովորելու վերցնելու լավ բաներ էին նկատում, էլի սրանց նման չէ, որ ինչ վատ բաներ նման վերցնում են։ Բայց հետաքրքիրն այն է, որ նույն ուսուցչական հանրույթը չի բոյկոտում, ասենք մի հատ հարց տան, էլի, մենք տարիներով աշխատում ենք, սերունդ ենք կրթում, հիմա Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանով են անկիրթները, որ մեզ կրթեն, ես հասկանում եմ, դա իրենք աշխատանք կորցնելու վախ ունեն, որտեղ գիտեք այսօր ինչպես է վերահսկվում ամեն ինչ, անգամ մեկ լայքի համար, մեկ մեկնաբանության համար սոցիալական ցանցերում մարդկանց գործից ազատում են, որոշների նկատմամբ գործեր են հարուցում։ Իհարկե։ Նիկոլ Փաշինյանի գործունեության ամբողջ էությունը կայանում է նրանում, որ կոտրի հայ մարդուն։ Կոտրի, ոնց որ իրան են կոտրել գաղութում, նենց էլ ինքը նպատակ է դրել կոտրի հայ մարդուն, չի հասկանում, որ չի կարող կոտրել, որտեվ կոտրված մարդը ինչ որ մեկին չի կարող, ինք կարա նմանակի, կարա կապկի, բայց չի կարող կոտրել, որտեվ կոտրելու համար առաջինը պետքա քո էությունը դա լինի, դու պետքա ունենաս որոշակի ճիշտի, բայց եթե դու մի օր մի բան ես ասում եմ մյուս օրը հակառակ բան, դու չունես քո ճիշտը, որ կարողանաս ինչ որ մեկին կոտրես, այդ մեկ, երկրորդ։ Այդ որ դու քեզ տենց ես պահում քո ուժայիններով, սա հասկանում են թե դու ով ես։ Ոնց որ քեզ դրսևորել ես գաղութում, նենց էլ հիմի դրսևորում ես կյանքում։ Չեմ ուզում անունն ասեմ, թե գաղութի ինչ ես եղել, նույն բանն ես մնացել կյանքում, ինչ մասին է խոսքը։ Այսինքն ինքը շատ լավ գիտի, չէ, որ հայ ժողովրդի շրջանում չունի վարկանիշ, որտեղ վերջին հարցումներն էլ ցույց են տալիս, թե որքան է քաղաքացիական պայմանագրի վարկանիշը նվազել, բայց միևնույն ժամանակ ոնց որ շանտաժ անի, մանիպուլացնում է, ասում է ժողովուրդը երբ ուզեց իր իշխանությունը կփոխի, բայց մենք գիտենք ինչքան է ոստիկանական իրավապահ մարմինները համալրել, երբ հանրահավաքներ է լինում, այդ ուժը ոնց են կիրառում ինքը իր շրջապատը բոլորը, ասենք, անվտանգությունը այնքան է մեծացրել, որ մարդ չի կարողանում իրեն մոտենա, բայց ինքը ասում էր, թե ես ձեզանից մեկն եմ, Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, հիշում եք, չէ, ասում էր։ Հիմա դա է էլի, որ ժողովուրդը իմ կարծիքով պատրաստ է հեռացնել այս ռեժիմին, Նիկոլ Փաշինյանին, բայց այդ վախը կա, որ նորից կծեծեն, ինչպես անցած տարի արեցին կամ ինչպես մյուս տարիներին արեցին։ Այսպես է։ Ինչ վերաբերում է արտահայտությանը, որ ժողովուրդը երբ ուզենա, տենց բան ասող մարդը, մեկ էլ հակառակ բանը չի ասի, որ ընտրությունից ընտրություն։ Երբ որ ասել ես երբ ուզենա,
Ուրեմն ժողովուրդը երբ իր կամարտահայտությունը կատարում է, դու պետք է հեռանաս։ Հրաժարական տաս, դրան էլ ձև կա։ Բայց երբ որ ժողովուրդը իր կամարտահայտությունն անում է, դու ասում ես ընտրությունից, ընտրություն սպասեք ընտրության։ Հետո բացի դրանից Նիկոլ Փաշինյանից չի կախված ինքը կհրաժարվի, ընտրություններում կհաղթի եւ այլն, չէ։ ՖՍԲ-ից է կախված, Ռուսաստանից է կախված։ Ձեռք է տալիս իրենց Նիկոլ Փաշինյանը։ Ում։ ՖՍԲ-ին, Ռուսաստանին, Պուտինին։ Ինչ ասում են անում է, բայց իրանք չեն ասում ուղակի։ Իրանք ասում են կամ Ալիևի միջոցով, կամ հայկական ԱԱԾ-ի միջոցով։ Կամ Էրդողանի, հիմա շատ լավ հարաբերությունների մեջ է թուրքերի հետ։ Կամ Էրդողանի միջոցով, կապ չունի, իրանք ուղիղ չեն էլ ասում։ Հասկանում եք, որովհետև ինչ ասեն։ Հետո բացի դրանից մարդը, որ ուզում է ինչ-որ մեկին կամ առավել եւս մի ամբողջ ժողովուրդ կոտրի, պետք է այդքան վախկոտ չլինի։ Որ այդքան 45000 բան է սպանում, ոստիկան է սպանում։ Եվ վերջին հաշվը, եկեք նայենք ըստ էության, այդ ոստիկանները բյուջեից են սնվում։ Չկա պետական փողեր, կա հարկատուի փողեր։ Բայց այդ ոստիկանները հարկատուինը չեն, ժողովրդինը չեն ու պետությանը չեն, իշխող վարչակարգինն են, որովհետև նրանց շահերն են պաշտպանում։ Եվ աշխատավարձերն էլ բարձրացրել են։ Այո, բնականաբար։ Իրենց պարգևավճարներ եւ բնակալես մարդկանց հավաքում են ոստիկանության շարքերը, տգետ, կամակատար, մարիոնետ մարդկանց հավաքում մտցնում են ոստիկանական շարքեր, որն էլ թուրքն է կամ նրանց են ծառայելու։ Գումարի համար, բարձր աշխատավարձի համար։ Չնայած որ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացին է վճարում, իրենք ծառայում են ռեժիմին եւ ծեծում են քաղաքացուն։ Սա իրական։ Այդ դրա համար ես չեմ ուզում հարկ վճարեմ։ Եվ ընդհանրապես շատ հետաքրքիր բան է ստացվում։ Հարկ վճարողը հերոս է, հարկ վճարողը հերոս չի։ Հարկը դա պետության մատուցած ծառայության համար վճար է, որովհետև գոյություն են ծառայությունները, որ կարող են անկանխատեսելի ժամանակում պետք լինել, դրա համար ժողովուրդը քաղաքացին վճարում է հարկ։ Օրինակ հրշեջ ծառայությունը, փրկարար ծառայությունը, ոստիկանությունը եւ այլն։ Տարբեր ծառայություններ կան։ Հակասեյսմիկ պաշտպանությունը, պետական ազգային անվտանգության ծառայությունը, հարկը դա պետության կողմից մատուցվող ծառայության համար վճար է, որն ունի ծավալ եւ որակ։ Դու հարկի ծավալը չես մեծացնում, որակը չես բարելավում, ընդհակառակը ծավալը փոքրացնում ես, որակը վատացնում ես, բայց հարկը բարձրացնում ես, տենց չի լինում։ Հարկ վճարելը ոչ հերոսություն է, ոչ էլ պարտականություն։ Երբ որ մարդը կստանա համապատասխան ծավալի եւ համապատասխան որակի ծառայություն պետության կողմից, այն ժամանակ էլ կխոսանք հարկի մասին։ Եվ ընդհանրապես դու գույքահարկ ես բարձրացնում։ Գույքահարկն էլ է վճարում որոշակի ծառայության համար, որ դու պաշտպանում ես, պահպանում ես, որոշակի, ասենք, երկրաշարժի դեպքում վճարումներ ես կատարում, եթե սելավա լինում, դրա համար ես վճարումներ կատարում, պաշտպանում ես արտաքին թշնամուց։ Ինչ ես անում, մարդկանց տները կիրանցում վերցրեցիր, տվեցիր թուրքին։ Իրանց էլ գումարը տվեցիր, ասիր գոհեղի։ Այն մարդը իր տունն է ուզում, քո գումարը չի ուզում։ Գույքահարկի մասով էլ գիտեք ինչ է ասում։ Ասում եք, քանի որ կենտրոնում ապրողները ամենաշատն չէ վճարել։ Գույքահարկը բարձրացնելու համար դու պետք է ինվենտարիզացիա անցկացնես ամբողջ հանրապետության անշարժ գույքի, որոշես յուրաքանչյուր տեղով չի, գույքի արժեքով է, որոշես ցանկացած գույքի արժեքը, ըստ դրա մարդը վճարի գույքահարկ, որովհետև գույքահարկը վճարում են անշարժ գույքի կադաստրային արժեքին համապատասխան։ Մեկ էլ առավոտը զարթնում ես, ասում ես գույքահարկը այսքան պետք է լինի։ Տես չի լինում։ Ասում է կենտրոնում ապրողը, ով ամենաշատն է օրինակ վճարելու գույքահարկ, կարող է իր տունը վարձակալությամբ հանձնել, լավ թանկ է էլի այսօր։ Քո ինչ գործն է, ես ուզում եմ ապրեմ այդտեղ։ Ինչ որ մի դու ինձ ասես, ես վարձակալությամբ կաշխատեք այդ։ Քո ինչ գործն է։ Ես իմ սեփականությամբ ուզում եմ փող աշխատեմ, թե ես եմ ուզում ապրեմ, թե ուզում եմ վաճառեմ։ Դու ով ես որոշես, թե ես ինչ պետք է անեմ իմ սեփականության հետ։ Դու քեզ ո՞ւնտեղն ես դրել։ Դու քեզ այնց ինչ ես ներկայացնում եւ ընդհանրապես։
Դու այսօր ես վարչապետ, վարչապետ չես ելնելու ու կարող ընդհանրապես չլնես։ Ոնց որ Հռոմի Պապը, մի առավոտ վեր կացանք, տեսանք Հռոմի Պապը չկա։ Բայց տրանսպորտը թանկացրեցին։ Անցնենք տրանսպորտին։ Այդ տրանսպորտը դա համայնքային գույք է։ Այսինքն պատկանում է համայնքի յուրաքանչյուր անդամի։ Այդ թվում նաև ցանկացած երևանցու սեփականությունն է։ Հիմի դու իմ գույքի վրա ուզում ես գերշահույթ ստանաս, դրանից լկտի բան ինչ կարող է լինի։ Իմ գույքի վրա, մեկ են տեսնում ես, որ չեմ վճարում, ասում ես դե լավ, 50%-ով էժանացնում է, եթե հնարավոր էր 50% պակաս վերցնել, ինչի էր ասում 300 դրամ։ Եվ վերջին հաշվով, անձամբ ես չեմ վճարում, հայտարարում եմ, որ չեմ վճարում, ու չեմ էլ վճարելու այնքան ժամանակ, մինչև ինձ ներկայացնեն հաշվարկը։ Հաշվարկը կներկայացնես կվճարեմ, չես ներկայացնի չեմ վճարի։ Կարող է 150 դրամ չի։ 500 դրամ է պետք, որ իմ գույքը շահագործվի, պահպանվի, վերանորոգվի, սպասարկվի։ Կարող է 500 է պետք, հաշվարկ ներկայացրա, կարող է եւ 50 է պետք։ Հաշվարկը ներկայացրա, ես կմտածեմ ինչ անեմ, օգտվեմ, չօգտվեմ, ինչքան օգտվեմ, ոնց օգտվեմ։ Դու ավականուն դուսկի Երևանի ավականուն չեք ներկայացնում հաշվարկ։ Ու մնաց սովորական քաղաքացում, բայց այդ ավականու անդամներին դուք կաշառում եք, խաբում եք, վախացնում եք, ծեծում եք ակտիվիստներին նույնիսկ։ Միևնույն ժամանակ էլ կան մարդիկ, որ հələ ասում են, այդ բանի թաղապետարանի շենքը պատկանում է նորքի թաղապետին, իր շենքն է, ում կուզենա կթողի, ում կուզենա չի թողի։ Այդ նորքի թաղապետի շենքը չի։ Նորքի թաղապետը այդ շենքում ժամանակավոր երևույթ է։ Այսօր թաղապետն է, վաղը կարող է Նիկոլ առավոտը վեր կենա, ասի փասափուս է թավակի ու տեղից մի հատ մեծատար։ Սուսուփուս առանց մի հատ ծպտուն անելու փասափուս են հավաքելու։ Լավ, տեսեք, անվտանգային խնդիրները քիչ էին, սրանք սոցիալ-տնտեսական հարցերով էլ այնքան են խեղդում ժողովրդին, որ ուրիշ բանի վրա չկարողանան ուշադրել։ Տեսեք, հայտարարագրում են մտցրել, որ պետք է մարդը իր սեփական եկամուտները հայտարարագրի։ Ու հիմա մինչև նոյեմբեր ժամանակ են տվել, ասում են, եթե չանի գրանցվող աշխատողը, ուրեմն կտուգանվի, հետո նորից կտուգանվի, ու հետո չգիտենք ինչ պատիժ է սպասում, ասում են, որ անգամ պատժվելու են։ Մի րոպե։ Այսինքն, միևնույն ժամանակ սկսենք հələ տրանսպորտից։ Այսինքն, երբ որ հաշվարկ չեն ներկայացնում, ես համոզված եմ, որ ուզում էին մտնեին գրպանս 300 դրամի դեպքում։ Այո։ Հիմա ես չեմ վճարում։ Այսինքն, էլի են ուզում մտնեն գրպանս։ Ես հələ համոզված չեմ, որ իրանք ճիշտ հաշվարկել են 150 դրամը։ Եթե չեմ թողում, որ մտնեն գրպանս, ասում եմ ձեռդ ենկոմ տար, տուգանում են։ Դա արդեն չի լինում վարչական իրավախախտում իմ կողմից, որ որոշում են տուգանեն։ Դա լինում է ռեկետ։ Եվ ընդհանրապես գույքահարկը, եթե առանց կադաստրային արժեքը հաշվի առնելու բարձրացնում ես, դա էլ է պետական ռեկետ։ Այսինքն այսօրվա վարչակարգը ընդամենը ռեկետյոր է։ Ռեկետյորն էլ գալիս է ասում է, դու իմ տարածքում ես աշխատում, պետք է ինձ այսքան վճարես։ Ու հաշվարկ չի ներկայացնում, ասում է, ես այսքան եմ որոշել։ Ճիշտ այնպես, ինչպես այսօրվա վարչակարգը։ Ես այսքան եմ որոշել, ինձ այսքան է պետք, որ գնամ հռոմ կոֆե խմեմ, հետ գամ։ Կամ նորաձև կրթություն անցկացնեմ։ Բայց իրենք ասում են մենք բյուջեն ենք լցնում, հոմեր գրպանները չենք լցնում, ինչպես նախկին իշխանություններն են։ Բյուջե չկա, կա հարկատուի փող, հիշի այդ։ Ես հարմար չեմ գտնում, որ դու այդ նորաձև կրթությամբ փող ծախսես։ Ես հարմար չեմ գտնում, որ դու 145,000 ոստիկան պահես, որոնք սահման չեն պահում։ Ուրիշ բան, եթե դու այդ ոստիկաններին տարվա մեջ որոշակի ժամանակահատված ուղարկես սահման պահելու, տեսնենք հələ քանի ոստիկան կհավաքես։ Դու այդ ոստիկաններին պահում ես ստեղ ժողովրդին կոտրելու համար։ Ես չեմ ուզում վճարեմ, ես հարկատու եմ, չեմ ուզում վճարեմ այդ քու կեղտոտ գործարքի համար, այդ քու ռեկետի համար։ Բայց ինքը ասում է, որ որոշողը կներեք, բայց դուք չեք, ինքն է, որովհետև իրեն լիազորել են, ընտրել են։ Իրան ես արդեն խոսացինք, իրան քանի հոգի են ընտրել, որ տոկոսն է ընտրել, ինչ տոկոս է ընտրել, բայց մնացած
73%։ Փաստացի հիմա իշխանությունը իրենք են որոշումներ ընդունում։ Այսինքն ստացվում է, որ իրանք զավթել են իշխանությունը։ Ինքը փոքրամասնության պրեմիեր-մինիստրն է։ Ըստ Ֆեյքերի պրեմիեր-մինիստրը։ Փոքրամասնության այն ժամանակ հələ 27% էր, հիմա ավելի քիչ է։ Որտեղ հերթոտեսությամբ լսում եմ այնքան մարդկա, որ ասում է ձեռս կոտրվեր չընտրեի։ Հիմա էլ ասում է լավ կգնանք 26-ին ընտրությունների, տեսնենք ժողովուրդը ում կընտրի։ Ժողովուրդը եթե հիմա պահանջում է, դու ինչի հիմա չես գնում։ Բայց չի ասում է ուր է այդ պահանջը, ցույց տվեք։ Պահանջը երևաց, ճիշտ է խափեցիր, այն սրբազանի միջոցով, էլի խափեցիք, էլի ԱԱՑ-ի թեթև ձեռքով խափեցիք, կամ ասենք այս բանի Եղեռնի հիշատակի օրը։ Ցեղասպանության հիշատակի օրը, որ որոշել էիք թե այս վարչապետը էս է անելու, այն քահանան այն անելու եւ այդ բոլոր վարչապետներն ու քահանաները սկսած այն ամենա բարձր սքեմ հակնողից ԱԱՑ-ի կոնտրոլի տակ են։ Այսինքն անունն եմ դնում ԱԱՑ-ը, ՖՍԲ-ի կոնտրոլի տակ են։ Դրա համար են մեդալներ ստանում։ Ինչի մասին է խոսքը։ Եզրասն է մեդալ ստանում, ես Գարեգինն է մեդալ ստանում, թե ինչի համար են մեդալ ստանում, մեդալը հենց նես չեն տալիս։ Հիմա ես ուզում եմ իմանամ, թե դրանք իրանց որ մատուցած ծառայության համար են մեդալ ստանում։ Ուզում եմ իմանամ, թե ՖՍԲ-ին մատուցած ծառայության համար ստանում։ ՖՍԲ-ին, էլի ՖՍԲ-ի մատուցած ծառայության համար, բայց ՖՍԲ-ի մատուցած որ ծառայության համար։ Եթե մի քանիսն ասեք, ես դեմ չեմ լինի։ Այսինքն ապրիլի 24-ին ընդառաջ այդ երթը որ տեղի ունեցավ, ապրիլի 24-ին այդքան ժողովրդի հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հա, ժողովուրդը դրանով իր լուր անհամաձայնությունը ցույց տվեց, որ համաձայն չեն քո ուրացման քաղաքականության հետ, որը դու վարում ես։ Բայց դա բավարար չի, պարոն Աբրահամյան, դա բավարար չի։ Լավ, դա բավարար չի, ինչ եք առաջարկում։ Դե պետք է ժողովուրդը փողոցում իրեն ցույց տա պայքարով, բայց կա ոստիկանական ուժ։ Օրինակ ավտոբուս եմ նստում, իհարկե կա ոստիկանական ուժ։ Այս ժողովրդին սկսած 91 թվականից, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյան եկավ իշխանության, դարձավ պրեզիդենտ, այնքան են խաբել, որ ժողովուրդն արդեն ոչ մեկին չի հավատում։ Խաբել են ու դա կատարվում է կոնկրետ ուժայինների ու հատուկ ծառայությունների միջոցով։ Ու միայն այդպես։ Հիմա դուք ինչ լուծում եք առաջարկում։ Ինչպես եք տեսնում սրանց հեռացումը։ Օրինակ կա կարծիք, որ այս Նիկոլը անայրուն չի հեռանալու։ Բնականաբար, բայց դա մի ուրիշ։ Չնայած արդեն այդքան պատերազմի զոհերի արյունը իր ձեռքերին է, բայց նկատի ունեմ զոհերին է, չէ, հաշմանդամներին, զոհերին։ Հետո այն այրվածներին եւ այլն շատ դեպքեր կան։ Մուրատովը մեկ ինքնաթիռ ռազմագերի բերեց առանց գլուխների։ Գիտեք ինչ են գլուխը կտրում։ Գլուխը չեն տալիս, որովհետեւ եթե գլուխը լինի, կիմանան երբ է զոհվել, երբ է մահը հասել։ Դրա համար առանց գլուխների մի ինքնաթիռ ռազմագերի բերեց առանց ներքին օրգանների։ Այս ամբողջ process-ը նրա համար է, որ ներքին օրգանների վաճառք գնա, հասկանում։ Ես չեմ զարմանա, եթե բայց այդ տեղեկությունը հաստատ է։ Այո, միանշանակ։ Հենց սուս մնացին, ոչ մեկին ոչ մի բան չասեցին եւ այլն։ Լավ, ռազմագերի բերել են։ Բա ուր են այդ ռազմագերիները։ Այդ տղաներն ուր են։ Բա դա որ թվականին է եղել։ Չեմ հիշում, ինչքան հիշում եմ 21 թվականին։ Ու երբ է բանը այդ խաղաղապահների ղեկավարը Մուրադով։ Հա։ Այդ ժամանակ է եղել։ Դրանից հետո ազատվեց, տեղափոխվեց ուրիշտեղ։ Այդ տղաների մասին մի հատ ձեն չհանեցիք, ինչի է մի ամբողջ ինքնաթիռ դիակ բերել Բաքվից, մի հատ չասեցիք ումա բերել, ծածկա դմփություն արեցիք պրծակ, ինչի, մի հատ ասեիք, խոսայիք, մի հատ ասեիք թշնամական Ադրբեջանը սենց է արել, որտեղ Մոսկվայից հրաման չունեին,
Ամեն ինչ կատարում են ընդեղի հրամանով։ Կամ դու ասում ես, եթե մարդիկ լավ չեն ապրում, ուրեմն կրթված չեն։ Լավ, այդ նույն մարդիկ ո՞նց է արտասահմանում չքնաղ ձևի ապրում են։ Հայաստանում չեն կարող ապրեն։ Թե արտասահմանի համար կրթված են, ստեղի տգետ անկիրթ անուս անուղեղ կյանքից ոչ մի բան չհասկացող ղեկավարների համար քանի որ ժողովուրդը չի ընդունում իրենց ասած այդ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, չէ, ասում է պատմականը մոռացեք, Արարատը մոռացեք։ Ախ, ինչ գործ Արարատից խոսում եք, Թուրքիան կասի այ պահանջատեր են, չի գնա հարաբերությունների հստակեցման մեր հետ։ Արցախից խոսենք, Բաքուն կհարձակվի, չգիտեմ ես։ Ես մի բան ասեմ, այդ Նիկոլի շահերից է բխում։ Այդ Ալիևը հլը որ ասում է Արցախի այն ղեկավարներին, որ ղեկավար են եղել, պետքա բոլորին հանձնես, ովքեր առանց Ադրբեջանի պասպորտնի ռեժիմ անցնելու մտել են Ադրբեջան, հետ են եկել, պատերազմի մասնակցել են, բոլորին պետքա հանձնես։ Նիկոլ, քեզ ու Աննա Հակոբյանին էլ է ուզելու, որովհետև դու գնացիր Արցախ, գոռացիր Արցախը Հայաստանը եւ վերջ, կինդ էլ պատերազմի ժամանակ Կալաշնիկովի ավտոմատը գրկած մի րոպե վերջացնեմ, կապիկություններ անում ու բունկերներում բարոյահոգեբանական աջակցություններ ցույց տալի։ Քեզ ու Աննա Հակոբյանին էլ ուզելու։ Ասում ես թող Ալիևի կինը գա Շուշիում թեյ խմենք, չէ՞, նաեւ։ Հա, լավ կինչի, Մեհրիբան է, սկի լավ կինչի, չի հրավիրում Շուշիում թեյ խմելու իրան։ Ինքը հրավիրեց, բայց իրան չեն հրավիրում։ Բայց գուցե իրոք բարեկամանան իրար հետ եւ բացառվում է Նիկոլի ու Աննայի հետ։ Բացառվում է, իրանք չեն բարեկամ, իրանք ուզածը անեն, հետները որոշակի հարաբերություններ կունենան։ Չարեցին, չեն Թուրքը իրան լավ ապահում, երբ որ վախենում է։ Ես դուրսն եմ ապրում։ Ես գիտեմ Թուրքն ով է։ Հենց որ մի անգամ կոտրում ես, մենակ հոգեբանորեն չէ, ֆիզիկապես էլ դու ջրքես ճանաչում է։ Մի անգամից ճանաչում է։ Բայց ասում են մենք թույլ ենք, ինչպես կոտրենք իրենց։ Այդ ինքն է թույլ։ Հե եւ հետո մի հարց, երբ որ դու ասում ես Նիկոլ մենք, ում նկատի ունես։ Հայաստանը, հայ ժողովրդին բանակը։ Դու իրավունք չունես Հայաստանի ու հայ ժողովրդի անունից խոսալ, դու իրավունք ունես կոնտրոլների անունից խոսալ։ Որտեւ դու փոքրամասնության պրեմիեր-մինիստրն ես եւ ամբողջ ԿՊ-ն փոքրամասնության այդ խունտայա։ Արդեն ասեցինք, թե քանի տոկոս է կազմում։ Այո։ Ուրիշ հարց։ Լավ, բանակը հասնի ընտրությունների, թե սրան հրաժեշտ կտանք շուտով։ Մի բան էլ ասեմ, Հայաստանի նման փոքր երկրներում հեղափոխություն չի լինում, հեղաշրջումներ են լինում։ Ինչու է տարբերվում հեղափոխությունը հեղաշրջումից։ Հեղափոխությունը ներքին ռեսուրսներով է իրականացվում, հեղաշրջումը դրսի ռեսուրսներով է իրականացվում։ Այդ առանձնահատկությունը կախված է նրանից, թե որ գերտերությունը իրան ինչպես կպահի։ Պատմական զարգացումները, մարդկության պատմական զարգացումները դա են ցույց տալիս։ Դուք ապրում եք Բելարուսում, շատ լավ եք տեղեկացված ամեն ինչից, բայց մեր մյուս հայրենակիցները ինչ կարծիք ունեն, շփվում եք, չէ՞, մեր հայրենակիցների հետ։ Իրենք տեսնում են ինչ իրավիճակի այսօր ռեալ պատկերը։ Վերջի տարի ու կեսվա ընթացքում իրանք արդեն ավելի շատ մարդ է հասկանում, թե ինչ է կատարվում։ Մինչև այդ հələ որոշակի հույսեր ունեին։ Այսինքն այդ հատուկ ծառայությունները մենակ Հայաստանում չեն աշխատում։ Այդ հատուկ ծառայությունները դրսում էլ են աշխատում։ Որոշակի մարդիկ ունեն, որոշակի պրոպագանդիստներ ունեն եւ այլն եւ այլն։ Օրինակ նայեք, սենց առանձնահատկություն կա։ Կոտրելու ձևը մենակ այդ պրոպագանդան չի, բլոգերները չեն, ֆեյքերը չեն եւ այլն եւ այլն։ Ինձ որ հանկարծ ինչ որ բան են գրում, ասում եմ մի հատ հեռախոսի համար գրի հանդիպենք։ Ասում եմ ինչի։ Ասում եմ քո նմաններին
Հարկավոր է դեմքով ճանաչել, որտեվ հաշիվ պահանջելու ժամանակը մոտենում է։ Դրանց բոլորին հարկավոր է դեմքով ճանաչել ու հաշվառել։ Ինչ մեղադրանք կրելու են այսօրվա վարչակազմը, նույն մեղադրանքը պետք է կրեն դրանք։ Իրանց չափով իհարկե։ Բայց լավ, մեզ ինչ իշխանություններ պետք, որ իրոք պատժվեն այս իշխանությունները, որովհետև մենք տեսանք, չէ, Նիկոլ Փաշինյանը եկավ ինչ խոստումներով, որ բանը Թալանը վերադարձնելու է, պատժելու է Հանցա Քոչարյանին, Սերժին, մյուսներին։ Հիմի այդ հարցով։ Ինչ վերաբերում էր Նիկոլ Փաշինյանն եկավ, ես այն ժամանականից չէի հավատում։ Ինչի, բացատրեմ ինչի, ապացուցեմ ինչի։ Ես ինչ ասում եմ, հենց նենց օդի մեջ չեմ ասում, ապացուցում եմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը աշխատել է հանրապետությունը, թալանել է, ուղարկել է Ռուսաստան։ Ռոբերտ Քոչարյանը նույն պատկերը, Սերժ Սարգսյանը նույն պատկերը։ Նիկոլը երբ որ ասում է սրանցից ամեն ինչ վերցնելու եմ, դու Ռուսաստանից կարաս բան վերցնես։ Եթե մենակ արածը լինեին ուրիշ հարց, բայց իրանք համատեղ Ռուսաստանի հետ են արել։ Քեզ էլ Ռուսաստանն է բերել իշխանության, դու Ռուսաստանից կարաս ինչ որ բան վերցնես։ Դա շկապիկություններ։ Այս դրա համար չեմ հավատացել ու չեմ էլ հավատում։ Կունենանք մենք երբևէ ազգային իշխանություն, կթողնի այդ ՖՍԲ-ն, որտեղ ազդեցությունը մենք գիտենք ինչքան մեծ է, որովհետև ազգային ուժերը, որոնք գործում են, ամեն ինչ անում են, որպեսզի դաշտում չերևան։ ՖՍԲ-ն ամեն ինչ անում է, որպեսզի այդ նախկին ներկա արճակատումը տեսնի հայ ժողովուրդը, մյուսներին չնկատի։ Հիմա ինչպես պիտի այս վիճակը հաղթահարել։ Ես նորից ասեմ, եւ նորից կրկնվում եմ։ Այս վիճակից դուրս գալու հնարավորությունը միայն հեղաշրջման մեջ է, ոչ հեղափոխության։ Հեղաշրջման։ Կախված է նրանից, թե արտաքին ուժերը, գերտերությունները ի նկատի ունեն իրանց ինչպես կպահեն։ Լավ, հեղաշրջումը օրինակ Ռուսաստանի ձեռնտու է, չէ՞։ Որ նորից բերի մյուս ուժերին, Գերգ Շարասյան։ Այդ չի նշանակում ուրիշ ուժեր բերեց։ Ինքը նույն ուժին, այդ 4-ը նույն շղթայի տարբեր օղակներն են։ Ինչ տարբերություն կլինի Ռոբերտ Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինչու պիտի Արևմուտքին ձեռնտու լինի Հայաստանում իշխանություն փոխել։ Ասեմ, գոյություն ունի գեոպոլիտիկ շահեր։ Այն ժամանակ, երբ որ գեոպոլիտիկ շահերը համընկան հայ ժողովրդի շահերի հետ, հնարավոր է հեղաշրջում։ Եթե չհամընկան, չեմ ասում իշխանությունների։ Չեմ ասում վարչակարգի, ասում եմ պետության եւ ժողովրդի շահերի հետ հնարավոր է հեղաշրջում։ Իսկ եթե չեն համընկնում, դա նաև մեզանից է կախված, չէ՞։ Օրինակ նայեք, ամբողջ հարցը ինչի մեջ է, որպեսզի Հայաստանում տեղի ունենա, որոշակի հարցեր պետքա լուծվի Իրանի հետ։ Այսինքն դա մենակ Հայաստանով չի սահմանափակվում։ Որոշակի հարցեր պետքա լուծվի Վրաստանի հետ։ Դա չի սահմանափակվում մենակ Հայաստանով։ Այսինքն գեոպոլիտիկ շահերի ընդհանրությունից է բխում, թե Հայաստանում դա երբ տեղի կունենա։ Հուսանք շուտ տեղի կունենա, որովհետև եթե իսկապես այս իրավիճակը շարունակվի եւ այս թրքահպատակները շարունակեն մեզ իշխել հայ ժողովրդին Հայաստանը, ապա մենք մեր երկիրը կկորցնենք։ Ամեն դեպքում ՖՍԲ-ն ձգտում է, որ ցույց տա, գոյություն ունի երկու ուժ, կամ Թուրքիա կամ Ռուսաստան։ Ուրիշ ոչ ոք չկա։ Կամ են։ Ու որ մարդը, որ քաղաքացին Հայաստանում խոսած այդ ինտոնացիայով կամ հաստատ հատուկ ծառայության ագենտ է։ 100% հատուկ ծառայության ագենտ է, որովհետև ոչ նա է ազգային, եւ նա է թշնամի։ Մի քանի անգամ ասել եմ, նորից կրկնում եմ, առաջին համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանը Անտանտային խաբեց ու գցեց եւ ստեղծեց երկու թուրքական պետություն։ Մեկը Թուրքիա չի եղել է Օսմանյան կայսրություն։ Առաջին համաշխարհային պատերազմում պարտվող կողմը եղել է Օսմանյան կայսրությունը։ Թուրքիան, իդեմս երիտ թուրքերի եւ Ադրբեջանը։
Երկու թուրքական պետություն ստեղծեց։ Այդտեղ չկա Թուրքիա, այդտեղ չկա թուրք, կա Ռուսաստան։ Մինչև այսօր արխիվները չի բացվում, ոչ նրա, ոչ նրա։ Մինչև այսօր 100 տարուց ավել անցել։ Տեսեք, հայ ժողովրդին, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական հարցերում երկընտրանքի առաջ են դնում։ Ներքաղաքականը նախկին ներկա, արտաքինը ռուս կամ թուրք։ Ուրեմն սենց այս ժողովրդին հարկավոր է ամեն վարքյան բացատրել, նախկին ներկա չկա, դրանք նույն բանն են։ Նույն հատուկ ծառայությունների ագենտներն են։ Նույն, ոչ մի տարբերություն չկա։ Ոչ մի տարբերություն չկա։ Եվ ոչ ռուս, ոչ թուրք։ Ուրիշ բան։ Ֆրանսիա կլինի, Միացյալ Նահանգներ կլինի, Իտալիա կլինի, ինչ ուզում ալնի։ Ոչ ռուս, ոչ թուրք։ Որովհետև ռուսն թուրքը նույն բաներն են։ Այսօրվա դրությամբ գիտեմ Սանկտ Պետերբուրգում ինչ է կատարում, Մոսկվայում ինչ է կատարում։ Դրանք արդեն Ռուսաստան չեն։ Ռուսաստանում ազգաբնակչության 20%, եվրոպական մասում 20% ռուս լինի, թե չլինի։ Մնացածը մուսուլման են։ Կադիրովի իզուր չի ասում, որ պետքա կոչվի ոչ թե Ռուսաստանի Դաշնություն, պետքա կոչվի Ռուսաստանի Իսլամական Դաշնություն։ Դա իզուր չի ասում։ Երբ որ դրանց մոտ տոն է, ասենք հոգևորական տոն է, Նավրուզ բայրամա, չգիտեմ ինչ բայրամա, փողոցներն Պուտինը գնում է, փողոցներ չեն փակվում։ Պուտինի շարացությունը գնում է, փողոց չի փակվում։ Դրանք հենց սկսում են այդ տոներին աղոթել, փողոցներ են փակում, մի քանի փողոց, չմասն է խոսքը։ Եվ Սանկտ Պետերբուրգում, եւ Մոսկվայում։ Դուրս է գալի քաղաք, ասենք Սանկտ Պետերբուրգում, ասենք իրանց կուլտուրնի ստալիցանը, մայրաքաղաքն է։ Դուրս է գալիս 4 կողմը թուրք ու մուսուլման է։ Իրանք արդեն տիրում են, իշխում են, թելադրում են։ Ռուսն էլ ասում է, да, они со временем, ռուսերեն որ ասեն ոչ։ Այո, իհարկե։ Они со временем исправятся. Но за это время нам придется потерпеть. Երբ որ իրան հարցնում ես, ինչի դու պարտավոր ես ծիրպետ անես։ Դու պարտավոր ես այդ տանես, համբերես, սովորացնես, դաստիարակես։ Դու քո կյանքն ունես, քո կյանքով պետք է ապրես, ինքն էլ եկել է պետք է ընդունի քո դրվածքը։ Այդ ոնց է դու ցանկացած հայ մարդու Ռուսաստանի ամբողջ տարածքում, հատկապես հարավում, Ստավրոպոլսկի край, Ռոստովսկայա օբլաստ, Կրասնոդարսկի край հասարակ խանութի աշխատողը պարտադրում է, որ դու պետք է այս հոգեբանությամբ ապրես։ Լավ, նույնը նաև Հայաստանում չէ, ռուսները որ գալիս են ռուսաստանցիները, կարծեք թե իրենք տիրոջ կարգավիճակով են։ Որովհետև իրանք հենց նենց չեն գալիս, ունեն ՖՍԲ-ի поддержка, եւ դու իրանց տեղ ոչ մի բան չես կարող անես։ Այնտեղ քեզ կարան ինչ ուզում են անեն։ Եթե իհարկե թույլ տան, եթե իհարկե ատամները կտրի։ Ստեղ դու իրանց ոչ մի բան չես կարող անես։ Եվ քանի որ արդեն ավարտում ենք, մի հարցի եմ ուզում անդրադառնանք, ինչպես սկզբում նշեցինք, արդեն Նիկոլ Փաշինյանը բոլոր պահանջներին համաձայնվել է Ալիևի, այդ թվում եւ միջազգային հայցերը հետ կանչել դատարաններից, բայց փոխարենը օրինակ Ալիևը մեծ դատի է տվել եւ հսկայական ռազմատուգանք է պահանջում, որովհետեւ գտնում են, որ Արցախը օկուպացրել է հայկական կողմը, վնաս է հասցրել եւ պետք է փոխհատուցի տա։ Այսինքն մեզանից ոչ միայն տարածքային Ադրբեջանը շահած է դուրս գալու, ոչ միայն տարածքային առումով Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, այլ նաեւ վաղը մյուս օրը հսկայական ռազմատուգանք են սահմանել ու դեռ հարց է դա, եթե չկարողանանք վճարել, ինչպես է դա արտահայտվել, նորից են տարածք ուզելու, իրենց փախստականների չէ, Հայաստանի տարածքում Սյունիքում եւ մյուս շրջաններում վերաբնակեցնելու մասին են խոսում։ Իրանք փախստական չունեն, այդ առաջին։ Ինչ վերաբերում է այդ հայցերի հետ կանչելուն։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի կատարած այդ քայլն արդեն հակասահմանադրական է։ Եվ հակաօրինական է, եւ միջազգային օրենքի տեսանկյունից, եւ Հայաստանի Հանրապետության օրենքի տեսանկյունից։ Արցախում պապիկին մորթեցին։ Դու դա ո՞նց ես այդ կանչում։ Ինչա,
Տուժողն ես, տուժողի իրավահաջորդն ես, տուժողի պաշտպանն ես, լիազոր ներկայացուցիչ, դու ով ես հետ կանչես։ Դեռ մի բան էլ մենք պետք է վիշապ հայցեր ներկայացնեինք, Մի րոպե, հələ ներկայացնելուն հանգիստ թող։ Դու ով ես, կամ 1000-ի տեսանյութ կա, որ գերիներին դրոշներով բանեն արև հատատել են ու գնդակահարում են։ Դու ով ես։ Պողոսին սպանել են, Նիկոլը հետականչում կամ համաձայնվում է կամ գնում է Պողոսին պարտքեն, Նիկոլը գնում է պարտքը վերցնի, չհասկացա։ Դե որովհետև այստեղի Պետրոսներին էլ համոզում են, որ մենք դրանով խաղաղություն ենք բերում։ Հայցերը հետ կանչենք, որ Չէ։ Հայցերը դու քո հանդեպ ինչ հանցագործություն արել են, դու այդ հայցը հետ կանչի։ Դու մնացած հայցերը հետ կանչելու լիազորություն չունես։ Եթե նույնիսկ հիմա հետ կանչես, հետո այդ հայցերը նորից գնալու են։ Երբ որ դու չես լինի, չգիտեմ ոնց էլի, վարչապետ չես լինի, թե ընդհանրապես չես լինի, թե Հայաստանում չես լինի, երբ որ դու չլինես, այդ հայցերը նորից գնալու են, որովհետև այդ հայցերի ապացույցները կան։ Ու միջազգային ատյաններում արդեն այդ հայցերի ապացույցները իր ամեն ինչով երևացել է, քննարկվել է, եւ շատ կարեւոր հարց կա, երբ որ դու այտենց հայցերը հետ ես կանչում, դառնում ես հանցակից։ Այսինքն դու նույն աթոռին ես նստելու այդ հանցագործների հետ, որտեղ դու կոծկում ես, պաշտպանում ես, հովանավորում ես այդ հանցագործների, ինչ է նշանակում հայցերը հետ, այսինքն դատական հայց կա ապացուցված դու հետ ես կանչում, չհասկացա։ Կամ էլ այդ թալանը, որ հետ է, ասում ես հետ բերեմ, մի փոքր բան հետ ես բերում, մարդուն չես դատում, չհասկացա։ Այդ մարդը հանցագործություն է կատարել։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ տնտեսությունը, որ ասում է տնտեսության զարգացում, հիմնված է հարկերի, տուրգերի ու տուգանքների վրա։ Всё։ Բայց ասում է ժողովուրդը հոտուգանքի մատերիալ չի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իր ոստիկանությունը նրա համար չի, որ չթողնի, ենթադրենք թե վարչական իրավախախտումներ իրականացնի։ Իր ոստիկանը ժողովրդին տուգանելու համար է, դա էլ է կոտրելու ձև։ Այդ գույքը հարկը բարձրացնելն էլ է կոտրելու ձև, այդ տրանսպորտի գինն էլ է բարձրացնելն էլ է կոտրելու ձև, այդ լրիվ կոտրելու ձև է։ Իր ոստիկանների լկտի պահվածքն էլ է կոտրելու ձև։ Իր բարեկը կարա հայհոյի, իր բանը անուն ինչա, վարչախմբի այդ ազգային ժողովի դեպուտատը կարա հայհոյի, ես չեմ կարա, ինչի։ Տեսանք վարչական շրջանի ղեկավարը վարչական շրջանի ղեկավարը, վարչական շրջանի ԿՊ-ի անդամները համ ծեծեցին, համ հայհոյում էին։ Ինչի իրանք կարան ես չխի։ Ուրեմն ցանկացած արարք պետք է համարժեք պատասխան ունենա։ Մենակ այդ դեպքում հնարավոր, ուրիշ ձև չկա սրանց հետ։ Դուք երբ եք մեկնում Հայաստանից։ Ես էլ չգիտեմ, երբ կմեկնեմ։ Լավ, ինչ ասելիք ունեք վերջում մեր հեռուստադիտողին, մեր հայրենակիցներին, ինչ կոչ կանեք։ Չկոտրվել, չենթարկվել ու պայքարել, մինչև վերջ։ Հայ ոգին դա է։ Ինչ ուզում ալնի, չկոտրվել, չենթարկվել ու պայքարել։ Խփում են, դուք էլ խփեք։ Իրեն կտանեն կպատժեն, բայց խփողին չեն պատժում։ Կապ չունի։ Իրանք անում են, դու էլ արա, անկախ նրանից կպատժեն, թե չէ։ Դու ավելի շատ պետք է անես, որ ինքը հանկարծ չմտածի, որ կարա տենց բան անի։ Ինքը մի հատ է խփել, դու մի քանի հատ պետք է խփես։ Որ մյուս անգամ տենց բան իրան թույլ չտա։ Մենակ տենց, թուրքերի հետ տենց են վարվում։ Այդ ժամանակ թուրքը իր տեղը իմանում է, ճանաչում է իր տեղը։ Կարճ ու կոնկրետ։ Շնորհակալ եմ ձեզ այս հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, հարգելի դիտողներ, հիշեցնեմ զրուցում էի բժիշկ Տիգրան Աբրահամյանի հետ։ Չմոռանաք լայքել, տարածել այս եթերը։ Այսքանը հաջողություն։